Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են։ Հայկը վերջերս անընդհատ մտածում է իր եղբոր Միքոյի մասին։ Վերջին ամիսներին եղբայրը ոչ մի կերպ չի կապվում նրա հետ։ Սոցցանցերում ակտիվ չէ, զանգերին չի պատասխանում։ Սկզբում Հայկը կարծում էր, թե դա հերթական կամակոր քայլն է։ Միքոն հաճախ էր անետանում մի քանի օրով և հետո վերադառնում, բայց այս անգամ սիրտը զգուշացնում է, որ ինչ-որ բան այն չէ։ Հիշողության մեջ դեռ թարմ է այն վեճը, որը Միքոն ունեցել է Մոսկվայում։ Այնտեղ նա հայտնվել է վտանգավոր շրջապատում, մարդիկ, որոնք ապրում էին արագ փողի ու կեղտոտ գործերի համար։ Հայկը հասկանում է, որ եթե եղբայրը կրկին այդ մարդկանց մոտ է, ապա վտանգը շատ մեծ է։ Սակայն ճակատագիրն այլ ուղի է պատրաստել։ Շուտով Հայկը մի լուր կստանա։ Քեռին Սոնայի հայրը նրան ասում է, որ Միքոն ինչ-որ տղամարդու մոտ է, ով 50 տարեկանի մոտ է։ Բնականաբար առաջին կասկածները, որ Հայկն ունենում է, դա նա է, որ հայրն է։ Եթե Միքոն լինի հոր մոտ, Հայկը չի ների։ Բնականաբար բոլորին հեռուստադիտողներին իհարկե հայտնի է, որ դա անհնար է, քանի որ Հայկի ու Միքոյի հայրը սպանվել է Նարեի հոր թեթև ձեռքով։ Բնականաբար Միքոն նրանց հոր մոտ չէ, իսկ ով է։ Հեռուստադիտողներն արդեն փորձել են ենթադրություններ անել և նրանք մտածում են, որ Միքոն կարող է լինել Լալայի մոտ։ Լալան Նարեի հորաքույրը տարիներ առաջ տնից վտարվել էր, նրա անունը սփռված էր որպես ամոթի պատճառ։ Բոլորը կարծում էին, թե նա անհետացել է և քչերը գիտեին, որ իրականում նա ոչ թե Աշոտի հետ է փախել, այլ միայնակ։ Լուրեր էին պտտվում, որ նա Աշոտի Հայկի հոր հետ էր, սակայն շուտով այդ լուրերը կհերքվեն, իրականում Լալայի կողքին լրիվ ուրիշ մարդ կա։ Տարիներ առաջ, երբ Սաքոն նրան վտարում է տնից և փակում բոլոր ճանապարհները, Լալային միայնակ էր մնացել։ Հավանաբար մի տղամարդ, ով իր ժամանակին փորձել է օգնել և ապաստան տալ Լալային և հետո իհարկե ամուսնացել է նրա հետ։ Լալան սկսել է նոր կյանք հեռու բոլորից, իր անցյալի ստվերներից։ Իհարկե այս ամենը ենթադրություն է և ընդամենը ժամեր անց կպարզվի, թե ով է այն 50-ամյա տղամարդը, ում մոտ ապաստան է գտել Միքոն։ Հավանաբար Միքոն խճճված իր խնդիրներում պատահաբար կհանդիպի այդ կնոջը։ Ամենակարևորն այն է, որ Լալան գիտի Աշոտի մահվան մասին, նա համոզված է, որ Աշոտը սպանվել է եղբոր ձեռքով։ Իհարկե այսքան տարիներ նա լռել է, քանի որ մի կողմում իր եղբայրն է։ Միքոն լսելով այս ամենը ընկնելու է երկմտանքի մեջ և Լալան հավանաբար օգնության ձեռք է մեկնելու նրան։ Հայկը շուտով գտնելու է իր եղբորը և իմանալու է ողջ ճշմարտությունը։ Նրա համար դա իսկական ցնցում է դառնալու, եղբայրը ողջ է և ապահով և գտնվում է Լալայի մոտ։ Լալան, ում մասին բոլորը խոսում էին որպես ամոթի պատճառ, իրականում գերի է եղել իր շրջապատի ստվերներին։ Հայկը արդեն կասկածելու է, թե ուր է հայրը, և փորձելու է բացահայտել իրականությունը և գտնել հորը։ Միքոն դառնալու է նրա դաշնակիցը, բայց նրանց հարաբերությունները բարդանալու են եղբայրական մրցակցության պատճառով։ Լալայի վերադարձը հավանաբար փոթորիկ է բերելու, Սաքոն ստիպված է դիմավորելու իր քրոջը, ում տարիներ շարունակ թույլ չէր տվել, որպեսզի գա իր տուն, իսկ հեռուստադիտողի համար ամենամեծ ինտրիգը մնում է, թե ով է այն տղամարդը, ով օգնում է Միքոյին։ Այս գիծը կարող է սերիալը դարձնել էլ ավելի դրամատիկ։ Միքոյի անհետացումը ոչ միայն եղբայրական հարաբերությունների փորձություն կլինի, այլև կամուրջ անցյալի և ներկայի միջև։ Եթե ցանկանում եք իմանալ, թե իսկապես ով է այն տղամարդը, ով օգնության ձեռք է մեկնել Միքոյին և շատ շուտով հայտնվելու է էկրաններին, ուրեմն միացեք մեր ալիքին։ Շատ շուտով ամենահետաքրքիր տեսանյութով ենք կիսվելու, որտեղ բացահայտելու ենք շատ հետաքրքիր գաղտնիքներ։ Թե ինչպես է եղել, որ անհետացել է Լալան, ով է փորձել Լալային օգնել, և Լալան այժմ ունի դուստր, ում, ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք, մարմնավորելու է սիրված գեղեցկուհի դերասանուհի Նոնա Սաֆարյանը։ Ադրինե Աճեմյանն այլևս չի վերադառնալու այս հեռուստասերիալ, քանի որ նա նկարահանվելու է Դիանա Գրիգորյանի արդեն նոր հեռուստասերիալում, որը կոչվում է Ուրիշի ընտանիքը։
Դե ինչ, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր սերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն, ու չմոռանաք տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, արդյոք դուք էլ եք կարծում, որ Միքոն Սաքոյի քրոջ Լալայի մոտ է և Լալան ամուսնացել է, որովհետև ինչ-որ մեկը փորձել է նրան օգնության ձեռք մեկնել, օգնել և իհարկե գրեք նաև, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Հեռուստադիտողները քննարկում են նաև Սաքոյի պահվածքը որպես հոր, ով ստիպում է իր դստերը, որպեսզի ամուսնանա իր կողմից չսիրված մարդու հետ։ Իհարկե կան հեռուստադիտողներ, որոնք մեղադրում են սցենարիստին, որ աղջիկը պետք է ենթարկվի և հոր պատվի հետ չխաղա, բայց արդյոք ճիշտ է, որ աղջիկը դժբախտանա հանուն հոր պատվի։ Քննարկեք, յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար։